Իսկ ինչ, եթե այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են մահվան մասին, սուտ է։ Պատկերացրեք մի թագավոր, որն իր դաժանությունից վերածվում է վայրի խոզի։ Նրա թագավորությունը կործանվում է։ Եվ միակ մարդը, ով կարող է փրկել նրան, այն Սուրբն է, ում նա 13 տարի առաջ նետել էր օձերով լի գուբը, մեռնելու։ Բոլորը կարծում էին, թե նա վաղուց մահացել է, բայց նրանք սխալվում էին, դաժանորեն սխալվում էին։ Այսօր մենք կբացահայտենք ոչ միայն այն, թե ինչպես այդ Սուրբը վերադարձավ մահվան գրկից, դա միայն սկիզբն է, բայց ամենակարևորը դուք կիմանաք, թե ինչպես այդ անհավանական հրաշքը ծնունդ տվեց մի գաղտնիքի, որը փորագրված է քարի վրա։ Մի գաղտնիք, որը դարեր շարունակ օգնել է մեր ժողովրդին հաղթել անգամ ամենասարսափելի ողբերգություններին։ Սա ուղղակի պատմություն չէ, սա մեր ազգի հավերժական կյանքի գաղտնագիրն է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե քանիսով ենք։ Գեղարդի վանքի խորքերում, այնտեղ, որտեղ քարն ու աղոթքը դարերի ընթացքում միահյուսվել, դարձել էին մեկ ամբողջություն, երիտասարդ սարքավակ Անանյան կանգնած էր, հայացքը սևեռած ժայռափոր մատուռի խոնավ մամռոտ պատին։ Միակ մոմի թրթրացող անհանգիստ լույսը ստեղների մի խորհրդավոր պար էր ստեղծում հնագույն խաչքարի վրա, որի բարդ զարդանախշերը կարծես կենդանի էին, շնչում էին սառը քարի միջից, պատմում անասելի պատմություններ։ Բայց Անանյայի հոգում խավար էր, խուլ, անթափանց խավար։ Նա ընդամենը ժամեր առաջ էր ավարտել Մեծ Եղեռնի նահատակների մասին պատմող մի հին, մագաղաթե ձեռագիր Մատյանի ընթերցանությունը, և նրա երիտասարդ սիրտը լցվել էր սառը, սուր դանակի պես կտրող, անելենելի վշտով։ Միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր, անթաղ մարմիններ, մայրերի ճիչեր, որոնք դեռ վիսում էին պատմության միջանցքներում։ Ինչպես կարող էր ամենակարող բարի Աստվածը թույլ տալ այսպիսի անասելի, տիեզերական սարսափ։ Որտեղ էր նրա խոստացված հարությունը, երբ մահն այդքան տեսանելի էր, այդքան համափարփակ, այդքան վերջնական։ Տեր, ինչու, շշնջաց նա, և նրա ձայնը խեղդվեց հուսահատության արցունքների մեջ, կորավ մատուռի խորհրդավոր լռության մեջ։ Նրա հավատքը, որը մինչ այդ պահը ամուր էր թվում Գևորգյան ճեմարանի հաստ պատերի ներսում, այժմ չաքեր էր տալիս, փշրվում իր ժողովրդի անսահման ցավի անտանելի ծանրության տակ։ Նա ֆիզիկապես զգում էր, թե ինչպես է մեղքի և մահվան իշխանությունը ծաղրում իրեն այդ քարե լռության միջից, շշնջում, որ հույսն ընդամենը պատրանք է։ Բայց հետո տեղի ունեցավ անհավանականը։ Հանկարծ նրա թիկունքում լռության ամենախորը կետից հնչեց մի ձայն։ Խորը, հանգիստ, զանգի ղողանջի պես հնչեղ ձայն։ Որդյակ, քո հարցը քարին չես ուղղում, այլ քո սրտին, իսկ սիրտը պատասխանը գտնում է ոչ թե լռության, այլ լույսի մեջ։ Անանյան սարսափահար շրջվեց։ Նրա առջև կանգնած էր Տեր Բարսեղ վարդապետը, վանքի հոգևոր առաջնորդը, ում ճերմակ մորուքը և աչքերի իմաստուն թափանցող խորությունը կարծես դարերի փորձառություն ու Աստծո հետ անվերջ զրույցներ էին կրում իրենց մեջ։ Նա արդեն 45 տարի էր ծառայում հայ առաքելական եկեղեցուն, և նրա խոսքը կշիռ ուներ ոսկու ծառավել, նրա աղոթքը կարող էր սարեր շարժել։ Նա չէր հանդիմանում, նրա հայացքում չկար դատապարտում, միայն անսահման կարծիքանք և հայրական ջերմություն։ Սուրբ Հայր, ներեցեք, ես կորցնում եմ հույսս, դժվարությամբ խոստովանեց Անանյան, ձայնը դողում էր ամոթից և ցավից։ Մեր պատմությունը տառապանքի անվերջանալի, արյունոտ շղթա է։ Ինչպես կարող ենք մենք խոսել հավերժական կյանքի մասին, երբ մահը մեր ամենահավատարիմ, ամենամշտական ուղեկիցն է եղել դարեր շարունակ։ Տեր Բարսեղը ոչինչ չասաց։ Նա դանդաղ մոտեցավ և իր կնճռոտ, բայց ուժեղ ձեռքը դրեց խաչքարի սառը, կենդանի մակերեսին։ Նրա մատները կարծես կարդում էին քարի վրա փորագրված ամեն մի գիծը, ամեն մի նախշը։ Դու սխալ տեղ ես նայում, որդյակ, վերջապես խոսեց նա, աչքերը չկտրելով քարից։ Դու տեսնում ես քարը, մահվան լռությունը, բայց դու չես տեսնում այն, ինչ փորագրված է քարի վրա։ Դու տեսնում ես խաչը, տառապանքի գործիքը, բայց չես տեսնում կյանքը, որ բխում է, որ ծաղկում է հենց դրանից։ Նա իր մատնացույց արեց խաչի հիմքից բողբոջող նուրբ միահյուսված զարդանախշերը, կյանքի ծառի հավերժական խորհրդանիշը։ Դրանք աճում էին, ձգվում դեպի վեր, կարծես ցանկանալով գրկել ամբողջ տիեզերքը։ Այդ պահին Անանյան առաջին անգամ նկատեց, որ խաչը ոչ թե մեռած փայտ էր պատկերում, այլ կենդանի ծաղկած ծառ։
Այս քարը Անանյա պատասխանն է քո հարցին, քո բոլոր հարցերին, բայց այն հասկանալու, նրա լեզուն սովորելու համար պետք է սկսել ամենասկզբից, ոչ թե մեր ժողովրդի անսահման ցավից, այլ մարդկության անսահման հույսից։ Եվ այդ պահին Գեղարդի վանքի խորհրդավոր դարավոր լռության մեջ սկսվեց մի պատմություն։ Պատմություն, որը պետք է ցնցեր Անանյայի հոգին մինչև ամենախորը հիմքերը։ Պատմություն, որը հին էր, ինչպես աշխարհը, բայց նոր, ինչպես ամենաարևածագ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Տեր Բարսեղի ձայնը հնչում էր ոչ թե որպես դասախոսություն, այլ որպես հոգևոր մեղեդի, որը զգուշորեն լցնում էր մատուռի սառը, քարե օդը անսպասելի ջերմությամբ։ Նրա խոսքերը նկարում էին պատկերներ, որոնք ավելի վառ էին, քան ամենաթանկարժեք սրբապատկերները։ Մինչ Քրիստոսի գալուստը աշխարհը խեղդվում էր մահվան ստվերի տակ, Անանյա խեղդվում էր։ Մեղքը, որպես Ադամից ժառանգված սառը թունավոր շղթա, կապել էր մարդկությանը, դարձրել նրա ստրուկ։ Մահը վերջն էր, անդառնալի անդունդ, սև, անհատակ հուսահատություն։ Հռոմեական հզոր կայսրությունը փայլում էր իր արծաթե լեգիոններով ու սպիտակ մարմարե պալատներով, բայց նրա սիրտը, նրա միջուկը փտած էր մահվան վախից։ Նա մի պահ լռեց։ Դա դասախոսի դադար չէր, դա աղոթքի լռություն էր, որը թույլ էր տալիս, որ ասված խոսքերը ներծծվեն երիտասարդ սարկավագի շփոթված գիտակցության մեջ։ Հայոց աշխարհն էլ բացառություն չէր որդյակ, բնավ ոչ։ Մենք երկրպագում էինք քարե կուռքերին, հզոր Վահագնին, ոսկեմայր Անահիտին, սիրո աստվածուհի Աստղիկին։ Նրանք մեզ ուժ էին խոստանում, բեռիություն, սեր, բայց ոչ ոք, լսով ես, ոչ ոք չէր խոստանում հաղթանակ մահվան դեմ։ Գերեզմանը բոլորի համար վերջին անխուսափելի կանգառն էր, հպարտ արքայի համար էլ, խոնարհ ստրուկի համար էլ։ Հանկարծ տեսարանը կտրուկ փոխվեց։ Տեր Բարսեղի պատմությունը Անանյային տարավ հազարավոր մղոններ հեռու, դարեր առաջ։ Նա այլևս Գեղարդում չէր, նա տեսավ Գողգոթան։ Մթնած կապարե երկինքը, 3 խաչերը, որոնք ուրվագծվում էին որպես հուսահատության խորհրդանիշ, եւ Հիսուսի մարմինը, որը կախված էր անզոր։ Նվաստացած, արյունոտ։ Ահա, շարունակեց վարդապետը, եւ նրա ձայնում ցավ կար, մարդկության ողբերգության գագաթնակետը։ Աստծո որդին մահանում է, որպես սովորական հանցագործ։ Սատանան հաղթանակում էր, մահը ծիծաղում էր։ Աշակերտները սարսափահար փակել էին, հույսը մեռած էր եւ թաղված նրա հետ միասին, սառը գերեզմանում, բայց հետո տեղի ունեցավ անհավանականը։ Երրորդ օրը Տեր Բարսեղի ձայնը սկսեց դողալ հուզմունքից, հաղթական ուրախությունից։ Գերեզմանը դատարկ էր։ Դատարկ, քարը մի կողմ էր գլորված, մահը պարտվել էր։ Ոչ թե փիլիսոփայական բարդ տրակտատով, ոչ թե հզոր բանակով, այլ մի դատարկ գերեզմանով։ Քրիստոս հարյավ իմեռելոց։ Այս 3 բառերը փոխեցին տիեզերքի պատմությունը։ Դրանք դարձան մարդկության հույսի հիմնաքարը, անխորտակելի ժայռը։ Անանյանը լսում էր, շունչը պահած։ Այս ամենը նա անգիր գիտեր ճեմարանից, բայց այժմ, այս մատուռի խորհրդավոր կիսախավարում, այս խոսքերը բոլորովին նոր, ցնցող իմաստ էին ստանում։ Եվ այդ լուրը, այդ ավետիսը հասավ Հայաստան, բայց ոչ հեշտությամբ, շարունակեց Տեր Բարսեղը, իր պատմության թելը վերադարձնելով հայկական հողի վրա։ Այն բերեց մի մարդ, ում սիրտը վառվում էր այդ աստվածային լույսով, մի մարդ, ում անունն էր Գրիգոր։ Պատմությունը կրկին ցատկեց, այս անգամ դեպի 4-րդ դար։ Անանյայի աչքի առաջ հառնեց Տրդատ թագավորի հեթանոսական, շքեղ ու դաժան արքունիքը։ Եվ այդ արքունիքում Գրիգոր Պարթևը, ով իր մեջ կրում էր մի գաղտնիք, որն ավելի հզոր էր, քան թագավորի բոլոր լեգիոնները միասին վերցրած։ Նա քրիստոնյա էր, եւ շուտով այդ գաղտնիքը պետք է բացահայտվեր, սկիզբ դնելով մի սարսափելի փորձություն, որը պետք է կամ կործաներ հայոց նորածիլ հավատքը, կամ կոփեր այն, դարձնելով պողպատի ծամուր, անխորտակելի։ Մոտալուտ հոգևոր պայքարի մեծ բախման առաջին նշաններն արդեն օդում էին։ Իսկ խորվիրապի ստորգետնյա խեղդող խավարը արդեն սպասում էր իր ապագա գերուն։ Ինչպես կարող էր մեկ մարդու հավատքը դիմակայել մի ամբողջ թագավորության կատաղի զայրույթին։ Դա անհնարին էր թվում, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Գրիգորի հավատքը բախվեց Տրդատի կռապաշտությանը, ինչպես Արարատի գագաթից պոկված ալիքը անսասան ժայռին։ Տեր Բարսեղի ձայնը դարձավ ավելի լարված, դրամատիկ,
Կարծես նա ոչ թե պատմում էր, այլ վերապրում էր այդ դարակազմիկ իրադարձությունները։ Թագավորը պահանջեց, որ Գրիգորը ծաղկեպսակ դնի Անահիտ Աստվածուհու ոսկեզոծ արձանի առաջ։ Հասկանում ես, Անանիա, դա ոչ թե պարզապես ծես էր, այլ հավատարմության երդում։ Երդում մի ամբողջ հեթանոսական աշխարհին, որը խոնարհվում էր մահվան անխուսափելիության առաջ, որը երկրպագում էր ստեղծվածին, այլ ոչ թե ստեղծողին։ Անանիան ակամայից փակեց աչքերը, փորձելով պատկերացնել այդ տեսարանը։ Ոսկեզոծ, շքեղ տաճարը, զոհաբերված կենդանիների ծանր, քաղցրահոտ ծուխը, քրմերի սպասողական, գիշատիչ հայացքները և տրդատի հրամայական, ամպրոպի պես որոտացող ձայնը։ Եվ այդ ամենի կենտրոնում Գրիգորը, միայնակ, կանգնած ընդդեմ մի ամբողջ համակարգի։ Ոչ։ Գրիգորի պատասխանը հնչեց ոչ թե բարձր, այլ անիրևակայելի ամուր, որպես պողպատեսյուն։ Ես երկրպագում եմ միակ ճշմարիտ Աստծուն, երկնքի և երկրի Արարչին, և նրա միածին Որդուն, Հիսուս Քրիստոսին, ով հաղթեց մահվանը և հարություն տվեց մարդկությանը։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Թագավորի բարեհաճությունը վայրկյանապես վերածվեց կատաղության, վիրավորված գազանի մոլեգնության։ Սկսվեցին անասելի տանջանքները։ Գրիգորին կախեցին, նրա մարմինը երկաթե կերերով պատառոտեցին, կրունկներին ժանգոտ մեխեր խրեցին, բերանը սուր քարերով լցրին, որպեսզի նա այլևս չկարողանա արտասանել Քրիստոսի անունը։ Բայց ամեն հարվածին, ամեն տանջանքին նա պատասխանում էր աղոթքով։ Նա խոսում էր ոչ թե իր տանջողների, այլ իր Տիրոջ հետ։ Ինչու էր նա դիմանում, Անանիա, հարցրեց վարդապետը, իր խորաթափանց հայացքով ուղիղ նայելով սարկավագի աչքերին, կարծես ցանկանալով կարդալ նրա հոգին։ Որովհետև նա տեսնում էր ոչ թե իր խոշտանգված, այլանդակված մարմինը, այլ հարուցյալ Քրիստոսին, փառքի մեջ։ Նա գիտեր, որ այս ցավը ժամանակավոր է, իսկ առջևում սպասվող կյանքը հավերժական։ Նրա տառապանքը դարձավ ավելի զորավոր վկայություն, քան ցանկացած քարոզ։ Դա քարոզ էր առանց բարերի, բայց տրդատը կուրացել էր իր իշխանությամբ։ Նա չէր հասկանում։ Նրա համար Գրիգորի համառությունը անձնական վիրավորանք էր իր աստվածային կարգավիճակին։ Եվ նա որոշեց կոտրել ոչ թե Գրիգորի մարմինը, այլ նրա հոգին։ Նա հրամայեց Գրիգորին ողջ նետել Արտաշատի զնդանը, խոր վիրապը։ Մի խոր, խոնավ գուփ, որ լի էր թունավոր օձերով, կարիճներով և մահվան գարշահոտությամբ։ Մի վայր, որտեղից ոչ ոք երբեք ողջ դուրս չէր եկել։ Դա պետք է լիներ վերջը, շշնջաց Տեր Բարսեղը, և նրա ձայնում լսվեց դարերի ցավը։ Մարդկային տրամաբանությամբ Գրիգորը դատապարտված էր։ Նա մենակ էր խավարի մեջ, մոռացված բոլորի կողմից։ Եթե այդ ժամանակ կար եկեղեցական համայնք, ապա այն թաքնված էր, սարսափի մեջ։ Թվում էր, թե Հայաստանում Քրիստոսի լույսը հանգչում է, չհասցնելով նույնիսկ բռնկվել։ 13 տարի։ Անանիան փորձեց պատկերացնել այդ աներևակայելի թիվը։ 13 տարի, խավարի, սովի, սարսափելի միայնության մեջ։ Ինչպիսի աղոթքներ էր նա հղում Աստծուն այդ անդունդից։ Արդյոք նա երբեք չէր կասկածում։ Արդյոք նա երբեք չէր հարցնում. «Տեր, ինչու ես ինձ լքել»։ Բայց վիրապում տեղի էր ունենում մի բան, որը տրդատը չէր կարող կանխատեսել։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Մի բարեպաշտ կին, ում հրեշտակ էր հայտնվել տեսիլքում, ամեն օր գաղտնի մի կտոր հաց էր նետում վիրապը։ Դա ոչ թե պարզապես սնունդ էր մարմնի համար, դա նշան, որ Աստված չի լքել իր հավատարիմ ծառայանը։ Եվ Գրիգորի աղոթքը դարձավ ավելի զորավոր։ Նա աղոթում էր ոչ թե իր ազատության, այլ իր ժողովրդի փրկության համար։ Նա աղոթում էր հենց իրեն տանջողի, տրդատի համար։ Այդ ընթացքում, վերևում, թագավորությունը շարունակում էր իր հեթանոսական մոլորված ընթացքը։ Բայց չարիքը, որը տրդատն է սերմանել էր, սկսեց իր թունավոր պտուղները տալ։ Հռոմից փախած սուրբ կույսերի, Հռիփսիմյանց նահատակությունը դարձավ այն կայծը, որը պետք է հրդեհեր ամբողջ թագավորությունը։ Տրդատը, խելագարված Հռիփսիմեի գեղեցկությամբ և նրա կողմից մերժված, հրամայեց դաժանաբար սպանել նրանց։ Եվ այդ պահին Աստծո արդար դատաստանը իջավ նրա վրա։ Թագավորը կորցրեց իր մարդկային կերպարանքը և վերածվեց վայրի խոզի։ Հայոց թագավորությունը քաոսի մեջ էր, իշխանները անզոր էին, քրմերը լուր էին, ոչ մի զոհաբերություն, ոչ մի աղոթք կուռքերին չէր օգնում։ Իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։ Եվ սա միայն սկիզբն էր այն սարսափի, որը սպասվում էր։
Թագավորի խելագարությունը պարզապես հիվանդություն չէր, Անանիա։ Տեր Բարսեղի ձայնը դարձավ խիստ, գրեթե մետաղական։ Կարծես նա խոսում էր ոչ թե պատմական իրադարձության, այլ հոգևոր ախտորոշման մասին։ Դա հոգևոր ախտ էր, խորը, քայքայիչ ախտ։ Այն, ինչ տեղի էր ունենում Տրդատի հետ ֆիզիկապես, արտաքնապես, իրականում արտացոլումն էր այն ամենի, ինչ կատարվում էր ամբողջ երկրի հոգու հետ։ Այն քայքայվում էր ստի, բռնության և կռապաշտության թույնի մեջ։ Հայաստանը, մեր ողջ ազգը, կանգնած էր հոգևոր կործանման եզրին։ Իշխաններն ու նախարարները հավաքվել են արքունիքում, խուճապ էր տիրում, սառը, կպչուն խուճապ։ Նրանց դեմքերը գունատ էին, հայացքները վազվզող։ Ինչ անել, ինչպես բուժել արքային, որը վերածվել էր գազանի։ Ինչպես փրկել թագավորությունը, որը կորցնում էր իր գլուխը։ Ինչ կասեն հարևան պետությունները, հզոր Պարսկաստանը, անհաղթ Հռոմը։ Նրանք կտեսնեն մեր թուլությունը և կհոշոտեն մեզ, ինչպես գիշատիչները վիրավոր զոհին, տագնապալի շշնջում էր մեկը։ Մեր աստվածները լքել են մեզ, մենք պղծել ենք նրանց սուրբ զոհասեղանները անմեղ կույսերի արյունով, լալիս էր մյուսը մորուքը փեթելով։ Համայնքի հեղինակությունը, հայոց պետականության պատիվը դրված էր կշեռքին։ Եկեղեցական ավանդույթների և կանոնների, այս դեպքում հեթանոսական, ճնշումը ծանրացել էր բոլորի վրա, խեղդում էր նրանց։ Քրմերը պահանջում էին նորանոր զոհեր, բայց արդյունք չկար։ Ամեն ինչ ապարդյուն էր, հուսահատությունը օրեցօր խորանում էր, դառնում անելանելի։ Եվ այդ խավարի մեջ, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, մի լույսի շող թափանցեց։ Տրդատի քույրը, Խոսրովի դուխտը, տեսիլք տեսավ։ Ոչ թե երազ, այլ հստակ, պարզ տեսիլք։ Հրեշտակը հայտնվեց նրան և ասաց. «Մի փնտրեք բժշկություն մարդկանցից, քանզի ձեր դարմանը գտնվում է Արտաշատ քաղաքում, մի մարդու մոտ, ում նետել եք խոր վիրապը։ Գնացեք, հանեք Գրիգորին, և նա ձեզ ցույց կտա փրկության ճանապարհը»։ Այս խոսքերը տարածվեցին արքունիքում որպես անհավատալի խելահեղ լուր։ Գրիգորը, այն մարդը, ում իրենք տանջել ու մահվան էին դատապարտել, նա, ով 13 տարի գտնվում էր օձերի որջում, անհնար է։ Միաձայն բացականչեցին իշխանները։ Նա վաղուց մեռած է, դա կնոջ զառանցանք է, վշտից խելագարված։ Ինչ կասեն հավատացյալները, այս հարցը այստեղ վերաձևակերպվեց, ինչ կասեն մեր հեթանոս հպատակները, որ մենք պետք է դիմենք այն մարդու Աստծուն, ում մենք ինքներս ենք մերժել և տանջել։ Սա նվաստացում է, սա մեր աստվածների պարտության ընդունումն է։ Նրանց հպարտությունը, նրանց ամբարտավանությունը թույլ չէր տալիս ընդունել ճշմարտությունը։ Նրանք գերադասում էին տեսնել թագավորության կործանումը, քան խոնարհվել մի անզոր քրիստոնյայի առաջ։ Բայց Խոսրովի դուխտը պնդում էր։ Նրա հավատքը, որը ծնվել էր հուսահատության ամենախորը կետում, անսասան էր։ Ճնշումը մեծանում էր, իրավիճակը օրհասական էր։ Եվ վերջապես, այլ ելք չգտնելով, նրանք որոշեցին փորձել։ Ոչ թե հավատքով, այլ հուսահատությունից դրդված, որպես վերջին անհույս փորձ։ Նրանք ուղարկեցին մարդկանց պարանով իջնելու վիրապը։ Նրանք լիովին վստահ էին, որ գտնելու են միայն Գրիգորի փտած ոսկորները, բայց դա միայն սկիզբն էր այն հրաշքի, որը պետք է ցնցեր հայոց աշխարհը մինչև հիմքերը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էին գտնելու խավարի այդ անդունդում։ Նրանց սպասում էր մի բան, որը գլխիվայր շուր էր տալու նրանց աշխարհընկալումը։ Երբ պարանն իջեցրին վիրապի խորքը, ներքևից լսվեց մի թույլ ձայն։ Ոչ թե մահվան խրխրոց, ոչ թե ոսկորների չոր խրթխրթոց, այլ կենդանի մարդու ձայն։ Տեր Բարսեղը կանգ առավ, ստեղծելով մի դրամատիկ դադար, որը կարծես կլանեց մատուռի ողջ օդը։ Անանյան շունչը պահեց։ Երբ նրան դանդաղ, զգուշորեն բարձրացրին, արքունիքը սարսափահար եղավ, լիակատար սարսափ։ Նրանց առջև կանգնած էր ոչ թե ոսկորների կույտ, ոչ թե անճանաչելի մնացորդներ, այլ կենդանի մարդ։ Այո, սարսափելի նիհարած, գունատ, ինչպես մահվան դիմակ, մազերն ու մորուքը թափթփված, բայց կենդանի։ Եվ նրա աչքերում վախ չկար, այնտեղ լույս կար, անբացատրելի, ոչ երկրային լույս։ Սա պատմության շրջադարձային կետն էր, բացարձակ շրջադարձ։ Գրիգորի ողջ մնալը աստվածային հայտնություն էր։ Դա հրաշք էր, որը խոսում էր ավելի բարձր, քան ցանկացած քարոզ կամ փիլիսոփայական ճար։
Այն ապացուցում էր, որ նրա Աստվածը կենդանի Աստված է, Աստված, որը կարող է կյանք պարգևել նույնիսկ մահվան որջում, այնտեղ, որտեղ կյանքն անհնարին էր։ Այս իրադարձությունը ամբողջությամբ, արմատապես փոխեց հոգևոր իրավիճակի ընկալումը։ Հեթանոսական աստվածները, որոնք չկարողացան փրկել իրենց ամենահզոր հետևորդին, թագավորին, պարզվեց, որ փոշի են քրիստոնյաների Աստծո առաջ, ով իր հավատարիմ ծառային անվնաս պահպանել էր 13 երկար, անվերջանալի տարիներ։ Գրիգորը խորը հոգևոր ցնցում չապրեց։ Նա ինքը դարձավ ցնցում բոլորի համար։ Նրա հայտնվելը խավարից նման էր Քրիստոսի հարությանը գերեզմանից։ Նա դուրս եկավ ոչ թե վրեժխնդրության ծարավով, ոչ թե ատելությամբ, այլ ներման և բժշկության առաքելությամբ։ Նա առաջին հերթին աղոթեց։ Երկար ու ջերմեռանդ, նա հավաքեց նահատակված սուրբ կույսերի մասունքները և քարոզեց ապաշխարության մասին։ Նա բացատրեց, որ թագավորի հիվանդությունը ժողովրդի հոգևոր հիվանդության արդյունքն է, նրանց մեղքերի տեսանելի դրսևորումը։ Եվ հետո, երբ ժողովուրդը ողբի ու ապաշխարության մեջ էր, երբ նրանց սրտերը փափքել էին, նա աղոթեց Տրդատի համար։ Եվ հրաշքը կրկնվեց, թագավորը բժշկվեց, նա վերագտավ իր մարդկային կերպարանքը։ Այդ պահին Տրդատը, որը եղել էր քրիստոնյաների ամենադաժան, ամենանենգ հալածողը, ընկավ Գրիգորի ոտքերի առաջ և ընդունեց Քրիստոսին որպես իր Տեր և Փրկիչ։ Թագավորի դարձը դարձավ ազգի դարձի խորհրդանիշը։ 301 թվականին Հայաստանը, աշխարհում առաջինը, քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Բայց սա դեր հաղթանակի միայն կեսն էր, Անանյա, շարունակեց Տեր Բարսեղը, իր պատմությունը տանելով դեպի նոր, ավելի նուխտ, բայց ոչ պակաս վտանգավոր մարտահրավեր։ Մենք ընդունեցինք հարության լուրը, բայց ինչպես էինք այն պահպանելու։ Աստվածաշունչը հունարեն էր և ասորեն են, ժողովուրդը չէր հասկանում Սուրբ Պատարագի խորհրդավոր խոսքերը։ Հավատքը կարող էր մնալ օտար, մակերեսային և ժամանակի ընթացքում կորչել, ձուլվել այլ մշակույթների մեջ։ Եվ այստեղ բեմ է դուրս գալիս մեկ այլ սուրբ, Մեսրոպ Մաշտոցը, մի հանճարեղ վարդապետ, ով սրտի խորքում զգում էր այս վտանգը։ Նա հասկանում էր, որ առանց սեփական գրի, առանց Աստծո խոսքը մայրենի լեզվով լսելու, հայ ժողովրդի հոգևոր ապագան մշուշոտ է։ Նա սկսեց աղոթել, ճգնել, փնտրել։ Նա ճանապարհորդեց, սովորեց, խորհրդակցեց, բայց լուծումը չէր գալիս։ Եվ ահա Սամոսատ քաղաքում երկարատև աղոթքի և հոգևոր որոնումների մի գիշեր նրան տրվեց աստվածային տեսիլք։ Նա տեսավ հրեշտակի ձեռք, որը գրում էր օդում։ Գրում էր տառեր, տարօրինակ, բայց կատարյալ։ Դրանք 36 տառեր էին, որոնք ճշգրտորեն համապատասխանում էին հայերենի բոլոր հնչյուններին։ Դա հայոց այբուբենն էր։ Սա երկրորդ մեծ հայկական հրաշքն էր, Անանյա, ասաց Տեր Բարսեղը։ Այբուբենի ստեղծումը ոչ թե լեզվաբանական, այլ հոգևոր իրադարձություն էր։ Այն Աստծո պարգևն էր, որպեսզի հարության ավետարանը հավերժ հնչի հայերեն։ Մաշտոցի առաջին իսկ թարգմանած նախադասությունը Սողոմոնի առակներից էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Հայ ժողովուրդը ստացավ իր հոգևոր բանալին։ Բայց կար ևս մի հրաշք։ Մի հրաշք, որը ծնվեց ոչ թե մեկ մարդու տեսիլքից, այլ ամբողջ ժողովրդի հավաքական հավատքից։ Մի հրաշք, որը փորագրվեց քարի վրա և դարձավ մեր հավերժության խորհրդանիշը։ Երբ հայերը սկսեցին կարդալ ավետարանը իրենց մայրենի լեզվով, նրանց հոգում մի աննկարագրելի բան փոխվեց, պատմում էր Տեր Բարսեղը, դանդաղ քայլելով դեպի մատուռի մյուս, ավելի զարդարուն խաչքարը, որի վրա արևի մի շող էր ընկել, կյանք տալով քարե նախշերին։ Հարության գաղափարը դադարեց լինել վերացական աստվածաբանություն, մի բան, որի մասին խոսում են միայն վարդապետները։ Այն դարձավ անձնական, շոշափելի, հարազատ հույս։ Բայց ինչպես արտահայտել այդ հույսը, ինչպես այն դարձնել տեսանելի, մշտական հիշեցում, որը կխոսի սերունդների հետ։ Այդ ժամանակ Հայաստանում դեռ կանգուն էին հեթանոսական վիթքարի կոթողները, վիշապաքարերը։ Դրանք խորհրդանշում էին երկրային ուժ, ջուր, պտղաբերություն։ Քրիստոնեության ընդունումից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հրամայեց կործանել կուռքերը, բայց նա իմաստուն էր։ Նա չկործանեց ժողովրդի ստեղծագործելու, իր հավատքը արվեստի միջոցով արտահայտելու ձգտումը։ Նա վերափոխեց այն։ Առաջին քրիստոնյաները սկսեցին պարզ, անզարդ խաչեր փորագրել ժայռերի վրա, հին կոթողների տեղում։ Դա պարզ մանկական հավատքի արտահայտություն էր։ Բայց հետո տեղի ունեցավ մի զարմանալի
Աստվածային էվոլյուցիա։ Խաչը, որը մահվան և տառապանքի սարսափելի խորհրդանիշն էր, հայ վարպետի ձեռքում սկսեց ծաղկել։ Պատկերացրու Անանիա, մի հասարակ գյուղացի քարտաշ, ով կորցրել է իր միակ որդուն։ Նա գնում է գերեզման, և նրա սիրտը լի է անսահման վշտով։ Նա ուզում է հուշարձան դնել, բայց ոչ թե մահվան, այլ կյանքի հուշարձան։ Եվ նա սկսում է քարի վրա փորագրել խաչ, բայց նրա ձեռքը, որն առաջնորդվում է Սուրբ Հոգով, խաչի հիմքից սկսում է բողբոջներ ու տերևներ հանել։ Նա փորագրում է ոչ թե մեռած փայտ, այլ կենաց ծառ, որը աճում է մահվան գործիքից։ Սա էր խաչքարի ծնունդը։ Դա հրաշք էր, որը ծնվեց ոչ թե մեկ մարդու տեսիլքից, այլ ամբողջ ժողովրդի սրտում։ Սկզբում, սակայն, ոչ բոլորը հասկացան այս նոր արվեստի խորությունը։ Որոշ պահպանողական հոգևորականներ դա համարում էին չափազանց համարձակ, գրեթե սրբապղծություն։ Խաչը տառապանքի խորհրդանիշ է, ինչպես կարելի է այն զարդարել։ Դա անհարգալից վերաբերմունք է Տիրոջ սուրբ չարչարանքների նկատմամբ, ասում էին նրանք։ Նրանք տեսնում էին միայն պատմական Գողգոթան, բայց չէին տեսնում հարության հավերժական առավոտը։ Հայտնվեցին նոր դաշնակիցներ և հակառակորդներ եկեղեցու ներսում։ Դաշնակիցներն այն վարդապետներն ու եպիսկոպոսներն էին, ովքեր հասկանում էին, որ խաչքարը հայ ժողովրդի աստվածաբանությունն է արտահայտված քարի մեջ։ Դա մեր պատասխանն էր մահվան մշտական ներկայությանը մեր պատմության մեջ։ Հակառակորդները նրանք էին, ովքեր վախենում էին նորարարությունից, ովքեր կարծում էին, որ հավատքը պետք է մնա խիստ և անզարդ։ Բայց ժողովուրդն իր ընտրությունը կատարեց։ Խաչքարը սկսեցին աճել Հայաստանի հողի վրա, ինչպես քարե ծաղիկներ։ Ամեն գյուղում, ամեն վանքի բակում, ամեն ճանապարհի խաչմերուկում։ Ամեն խաչքար եզակի էր, ինչպես մարդու հոգին։ Ոչ մի զարդանախշտ չէր կրկնվում։ Դրանք դրվում էին ի հիշատակ ննջեցյալների, ի նշան հաղթանակի, ի գոհություն Աստծո, որպես ուխտի քար։ Խաչքարը դարձավ հայ մարդու ուղեկիցը ծննդից մինչև մահ և դեպի հավերժություն։ Այն դարձավ մեր տեսանելի աղոթքը։ Երբ թշնամին գալիս էր, նա կարող էր այրել մեր տները, գերեվարել մեր կանանց, սպանել մեր երեխաներին։ Բայց նա չէր կարող սպանել քարի վրա փորագրված հավատքը։ Խաչքարերը մնում էին, որպես լուր վկաներ, որպես հարության անխորթակելի խոստում։ Եվ երբ եկավ ամենամեծ փորձությունը, ցեղասպանությունը, խաչքարերը ստացան նոր, ավելի խոր, ավելի սուրբ իմաստ։ Դրանք դարձան ոչ միայն հավատքի, այլև գոյատևման խորհրդանիշ։ Ցեղասպանությունը Անանիա, մահվան վերջին ամենասարսափելի փորձն էր հաղթելու կյանքին։ Տեր Բարսեղի ձայնը դողաց, բայց այս անգամ ոչ թե հուզմունքից, այլ զսպված սուրբ ցասումից, որը դարերով կուտակվել էր իր ժողովրդի հոգում։ Թշնամին ուզում էր ոչնչացնել ոչ միայն մեր մարմինները, այլև մեր հոգին, մեր հիշողությունը, մեր ինքնությունը։ Նրանք քանդում էին մեր եկեղեցիները, այրում մեր անգին մատյանները և մոլեգնությամբ փշրում մեր խաչքարերը։ Նրանք բնազդով գիտեին, որ քանի դեռ կանգուն է գոնե մեկ խաչքար, հայ ժողովրդի հարության հույսը կենդանի է։ Այս խոսքերից հետո Անանիայի հոգում մի բան շրջվեց, կոտրվեց։ Նա վերջապես սկսեց հասկանալ. խաչքարը պարզապես քար չէր, այն զենք էր, հոգևոր զենք, ամենահզորը։ Վարդապետը, զգալով երիտասարդ սարկավագի ներքին փոփոխությունը, շարունակեց ավելի վճռական տոնով։ Եվ ահա, այդ սարսափի մեջ, երբ մահը տոնում էր իր արյունոտ հաղթանակը, հայ մարդը, ոգեշնչված իր նախնիների հավատքով, սկսեց գործել։ Նա չէր կարող կռվել թնդանոթներով, բայց նա կարող էր կռվել իր հավատքով։ Փախստականները, որոնք հրաշքով փրկվել էին մահվան երթերից, իրենց հետ տանում էին ոչ թե ոսկի կամ արծաթ, այլ փոքրիկ խաչքարերի բեկորներ, եկեղեցիների սուրբ քարեր։ Դրանք նրանց հայրենիքն էին, նրանց կորցրած դրախտը։ Անանիայի աչքի առաջ հառնեց մի տեսարան՝ դեր զորի անապատը, արևից այրված, ծարավից տանջված մի խումբ կանայք ու երեխաներ, և նրանց մեջ մի ծերունի քահանա, Տեր Ներսեսը, ով իր մաշված փիլոնի տակ թաքցրել էր մի փոքրիկ ձեռքի մեջ տեղավորվող խաչքար։ Եվ ամեն գիշեր, երբ թուրք պահակները քնում էին, նա հավաքում էր իր հոտին, հանում էր այդ սուրբ քարը և նրանց հետ աղոթում։ Այդ խաչքարը դառնում էր նրանց խորանը, նրանց եկեղեցին, նրանց հույսը։ Նրանք նոր խաչքարեր էին ստեղծում ամենուր, Տեր Բարսեղի ձայնը հնչում էր որպես հաղթական շարական։ Սփյուռքում, օտար հողի վրա,
Նրանց առաջին գործը լինում էր ոչ թե տուն կառուցելը, այլ եկեղեցի եւ խաչքար կանգնեցնելը։ Դա հայտարարություն էր աշխարհին, հայտարարություն, որ մենք կանք, մենք ողջ ենք եւ մեր հավատքն անմահ է։ Ամեն նոր խաչքարը հարված էր մահվան դեմքին։ Ամեն նոր խաչքարը հարություն առած նահատակի հոգի էր։ Այդ պահին Անանյան վերջնականապես հասկացավ։ Նրա հոգու խավարը ցրվեց։ Կասկածները փոշիացան։ Նա նայեց Գեղարդի հնագույն խաչքարին եւ այլևս չտեսավ տառապանքի խորհրդանիշ։ Նա տեսավ հաղթանակ։ Նա տեսավ իր միլիոնավոր նահատակ նախնիներին, ովքեր կանգնած էին Քրիստոսի գահի առաջ, հաղթական պսակները գլխներին։ Նրանք մեռած չէին, նրանք ավելի կենդանի էին, քան երբևէ։ Նա հասկացավ, որ Քրիստոսի հարությունը եւ խաչքարերը միևնույն պատմության երկու կողմերն են։ Մեկը տիեզերական իրադարձություն է, մյուսը դրա ազգային հայկական մարմնացումը։ Խաչքարը դատարկ գերեզմանի մեր քարե վկայությունն է։ Այն մեր պատասխանն է մահին, մեր հավատամքն է փորագրված բազալտի եւ տուֆի վրա։ Անանյան մոտեցավ Տեր Բարսեղին եւ խոնարհվեց, համբուրելով նրա ձեռքը։ «Շնորհակալ եմ, Սուրբ Հայր», շշնջաց նա, եւ նրա ձայնում այլևս հուսահատություն չկար, այլ նորացնի հավատքի ուժ եւ վճռականություն։ «Դուք բացեցիք իմ աչքերը»։ Նա գիտեր, որ իր առջև դեռ շատ հարցեր կան, բայց այժմ նա ուներ հիմքը, ժայռը, որի վրա կարող էր կանգնել։ Նա գիտեր, որ իր ժողովրդի պատմությունը ոչ թե տառապանքի, այլ հաղթանակի պատմություն է։ Կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց։ Գեղարդի մատուռում տիրող լռությունը այլևս ծանր ու ճնշող չէր, այն լցվել էր իմաստով, հաղթական սպասումով։ Անանիայի հոգում ծնված հավատքի նոր կայծը վերածվել էր վառվող կրակի։ Նա այլևս չէր տեսնում իր ժողովրդի պատմությունը որպես ողբերգությունների շարան։ Նա տեսնում էր այն որպես հարության վկայությունների շղթա, որտեղ ամեն մի օղակը մի նոր խաչքար էր, կոփված ցավից, բայց ծաղկած հավատքով։ Տեր Բարսեղի պատմությունը հասել էր իր գագաթնակետին, եւ դա ոչ թե ավարտն էր, այլ նոր սկիզբ։ Այսօր, Անանիա, մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ, ինչ մեր նախնիները, ասաց Տեր Բարսեղը, իր ձեռքը դնելով երիտասարդ սարկավաղի ուսին։ Նրա հայացքը խորն էր ու թափանցող։ Աշխարհը մեզ առաջարկում է իր կուռքերը, հարստություն, իշխանություն, հաճույքներ։ Դրանք խոստանում են երջանկություն, բայց ի վերջո բերում են դատարկություն եւ մահ։ Իսկ Քրիստոս մեզ առաջարկում է խաչը։ Այո, այն ծանր է, այն պահանջում է զոհողություն, բայց միայն խաչի միջոցով է ճանապարհ բացվում դեպի հարություն, դեպի հավերժական կյանք։ Նա մատնացույց արեց խաչքարը։ Այս քարը մեր պատասխանն է աշխարհին, սա մեր ընտրությունն է, մենք ընտրում ենք կյանքը։ Նույնիսկ երբ մահը շրջապատում է մեզ, մենք գիտենք, որ վերջին խոսքը մահվանը չի պատկանում։ Վերջին խոսքը պատկանում է նրան, ով ասաց. «Ես եմ հարությունը եւ կյանքը»։ Այդ պահին Անանյան վերջնականապես հասկացավ իր կոչումը։ Նա հասկացավ, որ իր առաքելությունը ոչ թե պարզապես ծառայելն է եկեղեցում, այլ այս լույսը, այս հույսը տանելն է մարդկանց։ Նա պետք է դառնար կենդանի խաչքար, ում կյանքը կվկայեր հարության զորության մասին։ Նրա վշտով լցված սիրտը այժմ լի էր խաղաղությամբ եւ անսահման շնորհակալությամբ։ Նա գտել էր իր պատասխանը։ Հաջորդ օրը, Սուրբ Զատկի պատարագին, Անանյան կանգնած էր խորանի առաջ։ Երբ նա բարձրաձայն կարդում էր ավետարանից հարության մասին հատվածը, նրա ձայնը հնչում էր նոր ուժով, նոր համոզմունքով։ Նրա խոսքերը այլևս սովորած տեքստ չէին, դրանք նրա սրտի վկայությունն էին, եւ հարատացյալները զգում էին դա։ Նրանք տեսնում էին լույսը նրա աչքերում, եւ նրանց սրտերը նույնպես լցվում էին հույսով։ Տարիներ անցան, Անանյան դարձավ քահանա, ապա եպիսկոպոս։ Նա իր ողջ կյանքը նվիրեց հարության ավետիսը քարոզելուն եւ իր ժողովրդի հավատքն ամրապնդելուն։ Նա սովորեցնում էր, որ ամեն մի խաչքար մեր ազգի քարե սիրտն է, որը տրոփում է Քրիստոսի հարության ռիթմով։ Նա ասում էր, որ քանի դեռ մենք ստեղծում ենք խաչքարեր, քանի դեռ մեր սրտերում վառ է պահվում հարության հավատքը, հայ ժողովուրդը հավերժ է։ Այս պատմությունը Քրիստոսի հարության եւ խաչքարերի մասին մեր պատմությունն է։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախորը խավարի մեջ, նույնիսկ անելանելի վշտի պահին, կա հույս, կա լույս։ Քրիստոսի հարությունը մեզ համար պարզապես պատմական իրադարձություն չէ, այն ներկա իրականություն է, որը մենք ապրում ենք ամեն օր։ Եվ խաչքարերը դրա տեսանելի, շոշափելի ապացույցներն են։
Դրանք մեր նախնիների հավատքի ժառանգությունն են, որը մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել գալիք սերունդներին։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, երբևէ մտածել եք խաչքարի խորհրդի մասին։ Երբ նայում եք այդ զարմանահրաշ քարերին, ինչ եք զգում։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Ինչպես եք դուք ձեր կյանքում վկայում հարության հավատքը։ Եկեք միասին խորենք այս հավերժական ճշմարտությունների շուրջ և ամրապնդենք միմյանց մեր ընդհանուր հավատքի մեջ։ Թող Տիրոջ հարության լույսը միշտ լուսավորի մեր ուղին։